Թուրք պատմաբան, հասարակագետ, գրող Թաներ Աքչամը եկել է Ծիծեռնակաբերդ։ Աքչամը հայոց ցեղասպանության պատմության առաջատար մասնագետներից է, կոտորածի մասին մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ։ Առաջին անգամ իմացել եմ հայոց ցեղասպանության մասին 1989-ին։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի դաժանությունների ու բռնությունների մասին։ Ապշած էի, որ հասկացա, ես պիտի ավելի շատ ուսումնասիրեմ այդ թեման։ Ապրիլի 22-ին Նյումեգ հրատարակչությունը Մելինե Անումյանի թարգմանությամբ լույս ընծայեց ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Առաջին ուղերձն այն է, որ Թուրքիայի հիմքը մարդկության դեմ հանցագործությունն է, հարավաֆրիկյան հանրապետության նման, եւ այն մազապուրց քրիստոնյաները, ովքեր հետ գնացին իրենց տներ, Անատոլիա, այդպես էլ հավասար իրավունքներ չունեցան, նրանք համարվում էին երկրորդ, երրորդ կլասի մարդիկ։ Սա է իրականությունը։ Գիրքը հայերեն է թարգմանվել անգլերենից եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտին ու նորաստեղծ Թուրքիայի հանրապետության ձևավորման պատմությունը 1918-ից 1923 թվականներին։ Կարծում եմ ամենակարևորը Թուրքիայում ժողովրդավարությունն է։ Եթե այնտեղ մի քիչ ժողովրդավարություն լիներ, մարդիկ կխոսեին։ Սա թուրք պատմաբանի միակ աշխատությունը չէ ցեղասպանության մասին։ Նա բազմաթիվ էսսեներ, հոդվածներ ու տարբեր փաստական ակնարկներ է հրապարակել թուրքական ու գերմանական մամուլում։ Թուրք մտավորականի դիտարկմամբ, եթե ցանկանում են Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն, ապա պետք է վերանայեն պատմությունն ու առերեսվեն դրա հետ։ Թուրքերը պետք է համարձակություն ունենան ընդունել, որ իրենց հերոսացրած մարդիկ Թալիաթը, Ջեմալը եւ Էնվերը իրականում ոճրագործներ են։ Ուզում եմ ցեղասպանություն տերմինն օգտագործել, դա անկասկած էթնիկ զտում էր, հայ մարդիկ բռնությամբ տեղահանվել են իրենց տներից, արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց տները և այն, ինչ արեցին ադրբեջանցիները, մարդկության դեմ հանցագործություն է։ Գերմանիայում քաղաքական ապաստան գտած Թաներ Աքչամը հայոց ցեղասպանության մասին գրում եւ զանազան հարթակներից խոսում է վաղուց, անգամ առաջին Արցախյան պատերազմից առաջ։ Աքչամը պարբերաբար սպառնալիքներ էր ստանում Գորշ գայլերից եւ այլ ազգայնական խմբավորումներից։ Արցախում կատարվածը իր գնահատմամբ իսկապես ցեղասպանություն էր։ Այնքան ժամանակ, քանի դեռ թուրքը ժխտում է հայոց ցեղասպանությունը, կրկնվելու հավանականություն միշտ էլ կա։ Սա պատմական ճշմարտություն է։ Եթե չես ընդունում, ուրեմն պոտենցիալ ունես նույնը անելու։ Մարիամ Ամիրջանյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։